մեր Տիրոջը պաշտենք, հետևենք, խնդրենք, որ Տերը մեզ խելք խրատ տա, որ հասկանանք, ճիշտ պատկերացնենք, որովհետև մեր մտքերից սկսվում է մեր կյանքը։ Ամեն, ինչ մտքեր քո մեջ կլինեն, կարճ ժամանակ հետո կտեսնես քո կյանքը հենց այդպես դասավորված է։ Մտքերդ մի քիչ կաճեն, կզորանան, կտեսնես կյանքդ տենց է դասավորված։ Որովհետև ամեն ինչ գալիս է մտքի մեջ, հետո սրտի մեջ խառնվում է հավատքով, դուրս է գալի քո բերանից եւ դա դառնում է քո կյանքը։ Ինչի մասին նոր ես ճշտեցի մեր Սարգիս եղբորից, ինչի մասին մեր Սարգիս եղբայրը այսօր կխոսի, Տերը օծի, օրհնի, ամեն։ Տերը օրհնի ձեզ, եկեք աղոթենք ու խնդրենք թող Տերը օծի եւ օրհնի այսօրվա օրը։ Փառավոր Հայր, գոհանում ենք քեզանից, Տեր ջան, շնորհակալություն ենք հայտնում այսօրվա օրվա համար։ Շնորհակալ ենք, որ մեր կյանքը քո սրահներում է անցնում, քո գործի մեջ, քո պաշտամունքի մեջ, քեզ ծառայելով, օծիր քո ժողովուրդը, օրհնիր քո ժողովուրդը, որովհետև մեր հույսը, մեր կյանքը, Տեր, մենք իրականում դրել ենք քո վրա, եւ մենք գիտենք, որ մենք ամոթով չենք մնա, որովհետև գրված է, որ Տիրոջ հուսացողները ամոթով չեն մնալու։ Փառք ու պատիվ քեզ, խոնարհվում ենք քո առաջ։ Եվ հիմա նորից քո խորանի մեջ, քո ժողովուրդը գոհության պատարագներ պիտի մատուցանի, երգի եւ սաղմոս ասի քո սուրբ անունին, եւ մենք էլ ակնկալում ենք հավատքով, որ դու էլ բարձրացնելու ես քո ժողովրդի գլուխը, օրհնելու ես նրանց կյանքը, նրանց տները, նրանց ընտանիքը, նրանց հացն ու ջուրը, Տեր ջան, եւ բարձրացնելու ես ամեն մեկիս գլուխը մեր թշնամիների առաջ, որ մեր 4 կողմովը կան։ Հալելույա, Տեր Հիսուս, օրհնիր այս օրը, Տեր ջան։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Ամեն։ Եկեք բոլորս մեծ սրտով, մեծ ուրախությամբ պատվենք մեր հզոր Աստծուն, որովհետև նա հիմա այստեղ է, նա հիմա այս վայրում է եւ եկեք ողջ սրտով, ողջ ուրախությամբ պատվենք, մեծարենք մեր հզոր ու ամենակարող Աստծուն։ Վերկաց եւ օրհնիր Տիրոջը, վերկաց եւ ոչինչ, վերկաց եւ օրհնիր Տիրոջը, փառք Հիսուսին, նա միան է, նա արքան է, նա միան է, նա ամեն է, նա միան է, եւ ես ուզում եմ եկել հիմա նրան, վերկաց եւ փառք Ես չեմ կարող պահել ուրախությունը իմ, ես չեմ կարող պահել ուրախությունը իմ, ես չեմ կարող պահել ուրախությունը իմ, ես չեմ կարող պահել Տիրոջ առջև ինձ մաքրել բոլոր մեղքերից,
Հալելույա Տեր։ Երգում են հրեշտակները սուրբ է, սուրբ ես, քեզ կոչում է ողջ երկինքը, իմ Տեր, իմ կյանք, իմ սեր, և ողջ երկիրը թող տեսնի քո փառքը, քո առջև Տեր խոնարհվում եմ, սուրբ երկյուղով լցված։ Երգում են հրեշտակները սուրբ է, սուրբ ես, քեզ կոչում է ողջ երկինքը, իմ Տեր, իմ կյանք, իմ սեր, և ողջ երկիրը թող տեսնի քո փառքը, քո առջև Տեր խոնարհվում եմ, սուրբ երկյուղով լցված, ինչի ասքանչ ես, ինչի ասքանչ եկանքներ քո առջև, ներկայությունը քո Տեր վայելել, երգում ենք քեզ, և քեզ երկրպագում, իմ Տեր, ինչի ասքանչ ես, ինչի ասքանչ եկանքներ քո առջև, ներկայությունը քո Տեր վայելել, փառքիդ գեղեցկությունը լցնում է լիությամբ սիրտը իմ, օ սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, դու ճշմարիտ, հավատարիմ, սուրբ ես, սուրբ ես, դու ճշմարիտ, հավատարիմ, օ սուրբ, սուրբ ես, սուրբ ես, դու ճշմարիտ, հավատարիմ Երգում են հրեշտակները սուրբ է, սուրբ ես, քեզ կոչում է ողջ երկինքը, իմ Տեր, իմ կյանք, իմ սեր, և ողջ երկիրը թող տեսնի քո փառքը, քո առջև Տեր խոնարհվում եմ, սուրբ երկյուղով լցված, օ Տեր, Այո, ինչ մեծ ես դու Տեր Աստված, որ քո փառքը ծածկում է այս վայրը, Տեր, շնորհակալություն Հիսուս ջան, գոհանում ենք քո սուրբ ներկայության համար, շնորհակալություն թանկագին Սուրբ Հոգի, որ լցնում ես այս վայրը քո հոգով, Տեր, խնդրում եմ, որ քո հոգին տարածես ամեն մեկի կյանքում, Տեր, խնդրում եմ Սուրբ Հոգի, որ դու շրջես այս վայրը, Տեր, Եվ ամեն մեռած իրավիճակներ լցնես կյանքի հոգով, Հիսուսի անունով, թող Տիրոջ հոգու ներկայությունը լցվի այս վայրը։ Մենք փառավորում ենք քեզ, Տեր, դու սքանչելի ես, խորհրդական, հզոր Աստված, եւ այո, դու մեծ ես եւ հզոր ես, եւ ոչ փառքը պատիվը տալիս ենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն։ Փառք Աստծուն։ Եկեք բարձր ծափահարենք Տիրոջը, նա արժանի է։ Ամեն։
Հալելույա, փառավոր Աստված, բարձրացնում ենք այս կարիքները քո առջև Տեր։ Եվ շնորհակալություն ենք հայտնում քեզանից Հայր, որ դու լսում ես Տեր, որ դու տեսնում ես ամեն մեկիս կարիքը Տեր։ Եվ մենք ասում ենք ամեն կարիք, ամեն հոգս, կլինի դա հիվանդություն, ֆինանսական խնդիրներ, մենք ասում ենք Հիսուս Քրիստոսի անվան առջև ամեն սարերը խոնարհվում են, ամեն բլուրները լցվում են եւ ամեն մի կարիքին կգա պատասխան մեր Տիրոջ զորավոր եւ սուրբ անունով եւ ասում ենք ամեն գործիք, որ շինված է Աստծո ժողովրդի դեմ չի հաջողվի, թող քանդված լինի ամեն հիվանդության ուժը, ամեն ֆինանսական անեծքի ուժը, ամեն անհավատության ուժը Հիսուս Քրիստոսի անունով, եւ մենք կտեսնենք Աստծո փառքը յուրաքանչյուր հոգու կյանքում Հիսուսի անունով, ամեն։ Քո գահի առջև կանգնած եմ, քո անունը մեծարում, եւ ես գում եմ զորությունը, որ շարժվում է այս վայրում, քո փառքով Տեր հիացած եմ, սրբություն եմ քո տեսնում, դու ես իմ սրտի փափագը, քո երեսն եմ ես փնտրում, սուրբ ես Տեր, սուրբ ես, 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 երգում ենք Տեր, որ դու սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, երգում ենք ողջ փառքը քեզ Տեր, փառք ես, 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 փառքովայ առջև Տեր, քո գահի առջև կանգնած եմ, քո անունն եմ մեծարում, եւ ես գում եմ զորությունը, որ շարժվում է այս վայրում, հրեշտակներով շրջապատված եմ, որ քո փառքն է նրճակում, բազմության հետ երկնային Տեր, քեզ օրհնում եմ եւ երգում, դու սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես, սուրբ
Հիսուս Քրիստոս, խնդրում եմ քեզ երկնային Հայր, զորացրու ամեն մեկից Տեր, լցրու քո ներկայությամբ, Սուրբ Սիրտ ստեղծիր ամեն մեկից մեջ Տեր իմ Աստված, թող այս դալիճը լցվի քո ներկայությամբ, քո սիրո, քո քաստությամբ, դու նորոգիր ամեն մեկին Տեր Հիսուս Քրիստոս, քո զորությունը թող տարածվի այստեղ, թող խափանվի սատանայի բոլոր ծրագրերը, թող օրհնություններ գա հենց հիմա Հիսուսի անով ամեն մեկի վրա, թող քո հրաշքը տեղ ունենա այստեղ Տեր Հիսուս Քրիստոս, թող լինի կատարյալ բժշկություններ Հիսուսի անով, թող բոլորը օրհնված լինեն Հիսուսի անով, ես օրհնում եմ ամեն մեկին Հիսուսի անով եւ փառք եմ տալիս քեզ Տեր ջան եւ շնորհակալություն եմ հայտնում քեզանից Տեր ամեն ինչի համար, մեր կյանքերի համար Տեր եւ մեր Տեր մասած այս ծառայությունների համար, որ քեզ Տեր մասած ծառայում ենք եւ փառք ենք տալիս քեզ Տեր Հիսուս Քրիստոս եւ ամբողջ փառքը քեզ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Ամեն։ Տերը օրհնի բոլորիդ։ Տերը օրհնի մեր փառաբանության խմբին։ Շատ հրաշալի էր Աստծո ներկայության մեջ։ Աստված օրհնի իմ քույր ու եղբայրներ ձեզ, Աստված օրհնի նաև Հովներ ջան ձեզ։ Շնորհակալ եմ իմ Աստծուց այս ծառայության համար, շնորհակալ եմ, որ Տերը ինձ պատիվ է տվել այստեղից խոսալու, նաև իմ Հովներին, Փարտիրոջը։ Ամեն։ Ամեն։ Այսօր սրտից տրվել էր մի խոսք, բայց մինչև անդրադառնալ այդ խոսքի, ես կուզեի մի փոքր վկայություն իմ կյանքից, թե ես ինչպես եմ ապաշխարել եւ ոնց եմ եկել Աստծո տան մեջ։ 8 տարի առաջ ընդամենը, արդեն 8 տարի Աստծո տան մեջ եմ, Փառք Հիսուսին, շատ ուրախ եմ, շատ երջանիկ, որ Աստծո մեջ եմ։ Փարտիրոջը եւ հավատում եմ բոլորդ ուրախ եք։ Ամեն։ Տերը օրհնի։ Այո, ամեն, պետք է ուրախ լինենք բոլորս, որտեղ Աստծո մեջ ենք։ Փառք Հիսուսին։ Ճիշտն ասած, ես ուզում էի ցանկություն ունեի, որ գնայի Ռուսաստանում ապրելու 8 տարի առաջ, մի քիչ էլ ավելի շատ։ Եվ ամբողջ գործես դասավորել էի, որ այնտեղ ապրեի եւ այնտեղի քաղաքացի համարվում։ Արդեն պատրաստվում էի, կարճ էր մնացել արդեն ընդամենը մի քանի ամիս, որ արդեն մեկն էի։ Մայրս ինձ ասեց, արի հովը օրհնի, ճանապարհդ նոր գնա։ Համաձայնվեցի, թեև չէի ճանաչում եւ նաեւ չգիտեի։ Ասենք սրտումս հավատում էի, որ Աստված կա, Հիսուսի միշտ խնդրում էի, բայց ճշմարտությունը չգիտեի։ Երբ որ եկա Աստծո տան մեջ, դուռը բացելուց ժողովուրդ, մի հատ հրաշք։ Դուռը բացելուց այն ոնց ասեմ են, պատահական ալիքա չէ գալիս, երբ որ ծովափիներ չէ, պատահական լինում ալիքներ։ Այդպիսի մի ալիք եկավ ինձ վրա։ Մի հատ հրաշք ալիք, որ մի անգամից սիրտս փոխվեց։ Սիրտս լցվեց խաղաղությամբ։ Տեսա հրեշտակներին, տեսա Աստծուն կանգնած ամբողջովին, դեմքը փայլուն, իր զգեստով եւ ուրախություն լցավ իմ մեջ։ Եվ ով ինձ համար աղոթելուց ասեց. Տերը ասում է, ես քեզ տղելով կորտնեմ։ Ու սենց մտքումս առա, որ դա մարգարեություն էր։ Ճիշտն ասած, այսօր պատրաստվել եմ մարգարեության մասին, բայց չեմ խոսա այսօր։ Տիրոջ օրհնությամբ մյուս անգամ մարգարեության մասին խոսամ, դա մարգարեություն էր Հովի բերանով, որ խոսեց Աստված, ու ես հաստատվեցի Աստծո տան մեջ, որոշում կայացրեցի եւ իմ քաղաքացիությունը այնտեղի թողեցի եւ անգամ մեծ գումար, որ պետությունը ինձ պետք է հատկացներ մոտավոր մի $15,000 չափով, դա էլ թողեցի, զոհաբերեցի այդ ամեն ինչը զուտ իմ տիրոջ փառքի համար, իմ տիրոջ նվիրվելու ծառայելու։ Ամեն եւ սկսեցի միտքը, սիրտը նորոգվել եւ դարձա Աստծուն։ Ամեն, այսօր կուզեի խոսեի ուշադրություն դարձրու քո սրտին, քո մտքին եւ քո լեզվին, կամ 3 պահապաներ՝ միտք, սիրտ եւ լեզու։ Ես կխոսեի այդ մասին այսօր, որ իրականում այդ 3-ը միաբան են եւ 3-ն են, որ երբ որ մեր սիրտը ուղենք, մեր միտքը ուղենք, մեր լեզուն ուղենք, մենք ճշմարտության մեջ կլինենք, Աստծո մեջ կլինենք։
Եթե մեր դուռ բացենք սատանի առաջ, այդ դուռը սատանան կգա մեր մեջ եւ մեր կյանքը քարնի ամբողջությամբ, բայց եթե մեր սիրտը միտքը նորոգենք, մեր լեզուն ճշմարտության մեջ պահենք, Աստծո մեջ պահենք, մեր կյանքը դեպի գնա օրհնության։ Ամեն։ Մեր սիրտը իրականում պետք է ուղենք Աստծուն։ Նախանձ չունենանք, չարություն չունենանք, ուղղ լինենք Աստծո առաջ, սիրով լսված լինենք, օրհնենք ամեն մեկին, մեր քույր ու եղբայրն հետ միասին սիրով, հաճությամբ խոսենք, օրհնենք, ամեն։ Դա սեր է, ու այն սիրտը դրա համար է, որ Տերը տվել է, որ դու լինես սիրով լսված, օրհնես, հնազանդ լինես Աստծուն, ամեն։ Փառք Տիրոջը։ Այո, այդ դուռը պետք է չբացենք սատանայի առաջ, այլ ասենք բացենք Աստծո առաջ, որտեվ Տերն ասում է, կանած եմ դռան առաջ, դուռը թակում եմ, բաց ներս կամ ես եւ ընթրիք անեմ քեզ հետ։ Ով է պատրաստ բացել սիրտը Աստծո առաջ եւ Տիրոջ հետ ընթրիք անի։ Ամեն։ Այո, եթե մենք Տիրոջից պետք է խնդրենք, որ Տերը մեզ յուղի, մաքրի, որ մենք օծված լինենք Տիրոջ մեջ, սիրով լցված լինենք Տիրոջ մեջ։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Կուզեի կարծայ 4 գլխի առակած 4 գլխի 23 խոսքը։ Ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտին, որ նրանից է կյանքի ելքը։ Տես Տերն ասում է զգուշացիր քո սրտին, որ նրանից է կյանքի ելքը։ Սիրտդ ինչի առաջ է սպասում։ Աստծո առաջ, թե սատանու առաջ, չարության առաջ, նենգության առաջ, թե խաղաղության սիրո առաջ։ Մեր սիրտը պետքա ուշադիր լինենք մեր սրտին, թե մեր սիրտը ինչ է ցանկանում, աշխարհի ցանկություններ, թե Աստծո ցանկություններ։ Մենք նվիրված ենք Աստծուն արդյոք, թե ոչ։ Դա համար ժողովուրդ ջան, ուշադրություն պետք է դարձնենք։ Եվ շարունակեմ ես մի խոսքնել, թեև չէի պատրաստել, բայց սրտից տրվեց, որ սա էլ շահասեմ։ Հեռացրու քեզանից բերանի ծռությունը եւ նենգավոր շրթունքները, թող հեռու լինին քեզանից։ Սմա ուշադրություն դարձրու։ Հեռացրու քեզանից քո ամեն մի բերանի խոսքը, ծռությունը, նենգավոր շրթունքները, որ նենք բաներ չխոսենք։ Նորոգվենք Աստծով, ամեն։ Փառք Տիրոջը։ Եվ հաջորդ խոսքը կուզեի կարդալ Մատթեոս 5-ից 5-րդ գլխի 8-րդ խոսքը։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որ նրանք Աստծուն կտեսնեն։ Տերն ասում է երանիր այդ մարդը, որ ինձ կտեսնի, ով ուզում Տիրոջը տեսնի։ Ամեն։ Այո։ Երանի, այո, որովհետև եթե մենք մեր սիրտը ուղենք Աստծո առաջ, մաքուր պահենք մեզ, մեր անձերը, մենք կտեսնենք Աստծուն։ Եվ երանի խաղաղություն անողներին, որ նրանք են Աստծո որդիք կոչվեն։ Մենք խաղաղ պետք է լինենք, խաղաղությամբ։ Շատերը չարության պատասխան, այսօր նայում ենք մենք սայթերով, չէ, Facebook-ներով եւ այլ ցանցերով իշքան են քննադատում ու վարկապերկում Աստծո մարդկանց, ճիշտ է։ Այ դες պայտա քեզ միտք տալեմ։ Հələ մի հատ դու գրիլը, հələ մի հատ դու ես չարախոսի կամ հələ պատասխանի կոպիտ հələ, էտով է որ քեզի բան ասի, բայց ընդից Սուրբ Հոգին ասում է, ես եմ պատերազմողը լրիր։ Ամեն։ Իմ հետ եղել է այդ բաներ, ում հետ է եղել։ Ու ես լրել եմ, որտեվ Սուրբ Հոգին է դա, որ թույլ չի տալիս, որտեվ Հիսուսն ասեց, ինձ եք հալածեն, ինձ հալածեցին, ձեզ եք հալածեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Այո, Աստծո սերը մեզ բերում է խաղաղություն։ Աստծո սերը մեզ բերում է օրհնություն։ Աստծո սերը շատ կարևոր է մեր մեջ լինի, ժողովուրդ ջան։ Ագապե սիրով լսված լինենք։ Դա ագապե սերն է, աշխարհի սերը չի, ագապե սերն է։ Ագապե սիրով լսված լինենք։ Եվ հաջորդը գուզեի կարդալ Սաղմոսից։ Սաղմոս 51-րդ գլուխ 10 խոսքից։ Սուրբսի ստեղծիր ինձանում, ով Աստված, եւ ու հոգի նորոգիր իմ ներսումը։ Տես Դավիթը ինչ ասում։ Ասում է Տեր, սուրբ սիրտ ստեղծիր ինձանում եւ նոր հոգի դիր ինձ մեջ։ Այսինքն հոգով լցվենք, աշխարհին չկերպրանվենք, Աստծո սիրով լցված լինենք եւ նոր հոգով լցված լինենք։ Ամեն։ Ով է սուրբ հոգով մկրտված։
Այս Սուրբ Հոգով մկրտության ժամանակ արդեն Աստծո սերը քո մեջ է եւ Սուրբ Հոգին թույլ չի տալու, որ դու չարախոս ես, թույլ չի տալու, որ քո սրտից չար բաներ դուրս գա, թույլ չի տալիս, որ դու վարկապեկես մեկին, անիծես, ասենք կոպտես, անպատվես, նենգությամբ լսվես, նախանձությամբ լսվես, այ հենց սերը այդտեղ է։ Մեկը կարող է քեզ անպատվի, դիմացդ կանի չարախոսի, կամ էլ մի գուցե քո դիմացը շփտա, բայց կողքինի հետ քո մասին բան բասի, ու դու լսես դրա մասին, ու դու քո սրտում ասես, հələ դրան նայ է, հələ նա այդպես ոնց է չարախոսում նրանց, հակառակ, ասա ես օրհնում եմ նրան, թող այդ չարությունը նրա բերանից էլ հեռանա, ես օրհնում եմ, որ նա օրհնված լինի, ամեն, պետք է մենք օրհնող լինենք, ամեն, հարթ Տիրոջը։ Եվ խոսեմ Երեմիայի գլխից 17-րդ գլուխ 9-10 խոսքը 9-ից 10 խոսքը Խորամանկ սիրտն ամենից ավելի եւ ապականված նրան ով կարող է հասկանալ ես Տերս քնում եմ սիրտը փորձում եմ երիկամունքը որ տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ եւ իր գործերի պտուղի համեմատ Ես Տերը ինչ ասում, խորամանկ սիրտը ամենից ավելի ապականված է։ Խորամանկ սիրտը հենց դա է։ Դրա համար մեր սիրտը պետք է խորամանկ չլինի։ Մենք անգամ խորագետ պետք է լինենք։ Ամեն։ Նրան ով կարող է հասկանալ։ Ես Տերս քնում եմ սիրտը, փորձում եմ երիկամունքը։ Այո, մեր Տերը սիրտ քնող է, երիկամունք քնող է։ Այո, մեր Տերը զորավոր Աստված է, թեև մենք մարդու ենք, նայում ենք մարդու դեմքին, մարդու երեսին, ժպտում է, ասում ենք, ինչ լավ բարի մարդ է, ինչ լավ սիրտ ունի, ինչ լավն է, բայց իրականում, բայց այդ մարդը այդպիսին չի։ Իր ներսում թաքնված է մի բան, որ իր սրտում լսված է չարություն, նենգություն, նախանձ։ Ինքը կարա ձևական քո դեմը ժպտա, ձևական քեզ ջան ասի, Այն աշխարհիկ լեզվով մեռեմ ջանի ցավը տանեմ, բայց իրականում այդպես չի։ Կամ էլ որ հարցնես, հավատում ես Հիսուսինով մեռնեմ իա զորությանը, բայց իրականում չկա այդ ճշմարտությունը, չկա։ Մեր Տերը սիրտ է քնում։ Ամեն։ Ասում է, եւ այստեղ ասում է, որ տա մարդիս իր ճանապարհին համեմատ իր գործերի պտուղների համեմատ։ Քո ճանապարհը ինչ ճանապարհ ես բռնել։ Չարությամբ, կստանաս չարությամբ։ Բարությամբ կստանաս բարությամբ, առակաս գրքում ասում է փոս փորողը փոսն անգնում։ Մենք չլինենք այդպիսին։ Ինչի համար Տերն ասեց օրհնիր քո թշնամիներին, մի անիծիր։ Հենց դրա համար ասում Տերը, երբ որ դու օրհնում ես, չես անիծում, այլ դու օրհնված ես լինում։ Ամեն։ Դու ինքը չարախոսի, ոչինչ դու օրհնիր, փառք ու Տիրոջը։ Այսօր նայում ենք տես ինչ վիճակ է երկրում, չէ՞, ու լսում ենք մարդիկ, վայ, էսի, սենց էնի նենց ու սկսում են անիծել, էս երկրին անիծում են, բայց մենք օրհնում ենք բոլորին, բոլոր երկրներին, թող օրհնված լինեն եւ խաղաղություն լսի ամենին։ Ամենի մեջ թող լսվի Աստծո սերը, Աստծո խաղաղությունը։ Ամեն։ Բացենք Հռոմեացիս 12-րդ գլուխ, 2-րդ խոսքից։ Եվ մի կերպարանվիր, այն աշխարհի կերպարանքովը, այլ նորոգեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քնեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալ։ Ես ասում եմ, մի կերպարանվիր աշխարհի կերպարանքով, այլ նորոգիր քո միտքը, նորոգությամբ։ Այո, եթե մեր միտքը ո՞նց ենք նորոգում, Աստծո խոսքով։ Երբ որ մենք կարդում ենք, լսում ենք քարոզներ, լսում ենք մեր հովին, լսում ենք տարբեր հովիվներին, Աստծո օծյալներին, փառաբանությունով, երկրպագությունով, մեր միտքը նորոգվում է, գիրք կարդալով, մեր միտքը նորոգվում է, ու մենք չենք արդեն նմանվում աշխարհի կերպարանքին, այսինքն, երբ որ միտքդ նորոգվում է, էլ այդ սատանայի ծրագրերը քո մտքում չի աշխատում, դու չես մտածում աշխարհի մտքերը, աշխարհի ցանկությունները, որտեվ աշխարհի մեջ այնքան քաշություն ցանկություններ կա, որ կարող է քեզ ձգել դա։ Դու գնաս, տանես, եղել է այդպես դեպքեր, ժողովուրդ ջան։ Բոլորիս կյանքում էլ հաստատ եղել է, բայց երբ որ դու քո միտքը նորոգել ես, այդտեղ Սուրբ Հոգին ասում է,
մի րոպե Սարգիս, ուր ես գնում, հələ կանգնի։ Ուր ես գնում աշխարհ, եկ արի որդիս։ Դա համար մեր միտքը պետք է նորոգենք Աստծո խոսքով։ Ամեն։ Ամեն։ Վարդիրոջը։ Եվ Աստծո կամքն ասում է բարին, հաճելի եւ կատարյալ։ Այո, Աստծո կամքը բարին, հաճելի եւ կատարյալ է։ Իսկ սատանի կամքը ճիշտ հակառակը։ Քո խաղաղությունը կարող կորցնի, կարող քո միտքը փոխի, չարությամբ լցվի, նենգությամբ լցվի, ու սկսես մարդկանց վատաբանել, չար բաներ խոսել, բամբասել, նախանց, տարբեր բաներ։ Ամեն Փառք Տիրոջը, Տերը օրհնի բոլորիդ։ Եվ հաջորդը Փիլիպեցիս 4-րդ գլխի 8-րդ խոսքը։ Այսուհետ եղբայրք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարիանուն, թե առաքինություն եւ թե գովություն, այն մտածեցեք։ Ըստ Տերը ինչ այստեղ քանի խոսքեր է տալիս, որ դրա մասին մենք մտածենք։ Ճշմարտության, պարկեշտության, արդարության եւ սրբության, քասության, առաքինության մասին, Աստծո ծառայության մասին մտածենք, Տեր ջան, ինչ անենք քեզ համար, ո՞նց անենք, որ քեզ հաճելի լինենք, որ մեր միտքն նորոգված լինի եւ նվիրվենք քեզ, ծառայենք։ Ես օրինակ անձամբ շատ եմ աղոթում, ասում Տեր, ինձ էլի ծառայություն ավելացրու, ես ուզում եմ ծառայեմ քեզ։ Բացի ինձ համար դռներ, թեև ես նայում եմ կողքերս, ասում եմ, լավ ելում ավետարան եմ։ Թեև Փառք Տիրոջը աշխատանքից վայրում էլ, ես էլ, մեր եղբայրն էլ, Էդո եղբայրն էլ ավետարանում ենք, մեր բնակավարն ենցա, մեր աշխատանքը, որ գալիս են աշկի ուլունք են ուզում, չգիտեմ, Մայամ Աստվածածի նկարներ, կռապատկերներս բաներ են ուզում, մենք ասում ենք, Տերը չի բնակվում դրա մեջ, ու սկսում ենք ավետարանել, դա էլ ավետարանություն։ Բայց նույնիսկ ես խնդրում եմ իմ Տիրոջ, ասում եմ, Տեր, բացի դռներ, բացի տներ, որ այդ տունը քո կարիք ունի, քո ցանկության կարիք ունի, որ գնամ ես ավետարանեմ, խոսեմ, նրանց միտքն էլ նորոգվի, նրանք էլ մտածեն քո մասին, նրանք էլ սիրեն քեզ, ճանաչեն քեզ, որ քեզ փառավորեն մեծարեն, Տեր իմ Աստված, ինչպես մենք եկանք, մեր միտքը նորոգվեց եւ մենք եկանք Աստծո առաջ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ընթացից 10-րդ գլուխ 5-րդ խոսքը։ Եվ ամեն բարձություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ եւ գերի են բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Այո։ Այստեղ ասում է, ամեն բարձություն, որ գոռոզանում է Աստծո դեմ, կարաս հպարտանաս, կարաս գոռոզանաս ու ուզենաս Աստծոց առաջ ընկնել կամ չգիտեմ, դա ուղարկի մեղք է, հպարտությունը մեղք է, գոռոզանալը մեղք է։ Աստծոց առաջ ընկնել պետք չի, այլ լսվել Աստծո գիտությամբ, Աստծո սիրով լսված լինել, ճանաչել ճշմարտությունը, որ հնազանդվեն Քրիստոսին։ Ամեն։ Փառք Հիսուսին, այո, Աստծուն, երբ որ մենք հնազանդվում ենք, մեր կյանքը լինում է օրհնված։ Մեր կյանքը այսպես գնում է, թեև Տերն ասում է, ձեր ճանապարհը քարոտ է եւ փշոտ, բայց մենք հաղթահարում ենք այդ ամեն ինչը, որտեղ Քրիստոսը մեր հետ է, Սուրբ Հոգին մեր հետ է։ Ինչ դժվարությամբ էլ հանդիպենք, ինչ սարել մեր դեմ լինի, ինչ քարոփուշ լինի, մենք հաղթարել ենք Քրիստոսով։ Ամեն։ Համար մի մտածեք դրա մասին ու հպարտություն էլ ձեր մեջից գցեք։ Եթե զգում եք ձեր մեջ պայթակ հպարտություն է գալու, ասա, թող ամեն հպարտություն ինձանից քանդված լինի։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Եվ հաջորդը Եփեսացիս 4-րդ գլուխը 4-րդ գլխի 23 խոսքը կարդամ։ Եվ ձեր մտքի հոգովը նորոգվեք եւ նոր մարդիկ հագնեք, որ Աստծո պատկերին պես ստեղծված է ճշմարտություն, արդարությունով եւ սրբությունով։ Նրա համար դեն գցելով ստությունը խոսեցեք ճշմարտությունը ամեն մարդի ընկերը։ Դες Աստված ասում է եւ ձեր մտքերը հոգովը նորոգեցեք եւ նոր մարդին հագնեք։ Այսինքն միտքը երբ որ նորոգում ես, նոր մարդ ես հագնում։ Վերստին ծնվում ես։ Քո միտքը նորոգվում է եւ դու վերստին ես ծնվում եւ Աստծո պատկերի պես ենք մենք ստեղծված։ Այ երբ որ նորոգվում ենք, դառնում ենք Հիսուսի մտքերով ենք մենք շարժում, ինչպես Հիսուսն էր շարժում, ինչպես Հիսուսն էր խոսում երկրի վրա։
Եվ ասես, չէ, ես գնում եմ, բայց իմ այն գործը, որ կիսա թողեցի, թողում եմ ձեզ իմ որդիկ, դուք շարունակեցեք։ Այդ դրա համար պետք է մեր միտքը նորոգվի, որ մենք Աստծով շարժվենք։ Աստծո միտքը մեր մտքում, Աստծո սիրտը մեր սրտում, Աստծո լեզուն մեր լեզվում, որ մենք ինչ որ խոսենք, Սուրբ Հոգուց խոսենք, ինչ որ մտածենք, Աստծո մտքով մտածենք, եւ մեր սիրտը Աստծո սրտով, ակաբես սրտով լցված լինի։ Ամեն, Փառք Հիսուսին։ Եվ մեր բերանից է պետք է գցենք այդ ստությունը, չարախոսությունը, Փառք Տիրոջը։ Եվ կուզեի խոսեի լեզվի մասին, թե լեզուն ասում է մի հատ փոքր բանը, բայց կարող է ոնց ասենք մեծ հսկայական նավը, չէ, փոքր ղեկ ունի, ամբողջ նավը կառավարում է, այդպես է լեզուն կարող է քեզ կառավարել, ոնց որ նավին է կառավարում այդ փոքր ղեկը, այդպես էլ կարող է լեզուն մեզ կառավարել, դրա համար պետք է մեր լեզուները մաքուր պահենք, թե ինչ ենք խոսում եւ ինչ ենք դավանում եւ ինչ ենք խոսում մարդկանց հետ։ Բացենք Հակոբոս 3-րդ գլխի 5-ից 6 խոսքը։ Այսպես է լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծ բաներ է խոսում։ Տես մի փոքր կրակը, որքան բան է վառում։ Ես ասենք խոսքի մի հատ խոտի դեզ է, ասենց ասեմ։ Մի հատ փոքր լուսք ինձ վառում գցնես խոտի դեզի մեջ, մի անգամից բռնկվում է։ Ճիշտ է։ Տեսել եք։ Այդպես է լեզուն է, կարող է մի հատ սխալ բան խոսես, ու այդ մարդու մեջ անես մի հատ սերմ գցես, այդ մարդը նեղվի ու նեղանա քեզանից։ Դու յան չարախոսես քո լեզվով։ Մեր լեզուն պետք է մաքուր պահենք, ոչ թե չար բանը խոսենք, այլ վարկապերկենք մարդկանց, այլ հակառակ օրհնենք այդ մարդուն, բարին խոսենք այդ մարդու հետ, այդ մարդն էլ բարի լինի, բարիով լցված լինի, եւ նա էլ հասկանա, որ Աստծո մարդիկ կան այստեղ եւ Աստծո ճշմարտություն են խոսում եւ մեր լեզվից Աստծո ճշմարտությունն է գնում։ Լեզուն էլ կրակ է այդ անիրավության աշխարհը, այսպես է լեզուն դրված մեր անդամների մեջ, որ նա բոլոր մարմինը ապականում է եւ կրակով վառում մեր գոյության անիվը եւ ինքը բորբոքված գեհենից է։ Երբ որ այո լեզու մեր անիրավության մեջ, չարության մեջ պահենք, մենք ուր կհայտնվենք դժոխքում, կրակի լճում։ Եթե մեր լեզուն արդար պահենք, մաքուր պահենք եւ արդարություն միշտ խոսենք մեր լեզվից, ուր կհայտնվենք երկնքում Տիրոջ փառքի մեջ։ Մի քիչ առաջ կարդացի, որ ասում է Երանի մարդը, որ կտեսնի Աստծուն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եվ բացեմ առակաց 18 գլուխ 21 խոսքը։ Մահն ու կյանքը լեզվի ձեռքին է, եւ նրան սիրողը կուտե նրա պտուղը։ Ամեն։ Պարզ էր արդեն, երբ որ ինչ խոսենք, դրա պտղից են մենք կուտենք։ Նենք լեզուն, քո կյանքը նենգությամբ կլցվի։ Անիծող լեզուն, քո կյանքը անեզքով կլցվի։ Օրհնող լեզուն, քո կյանքը օրհնություններով կլցվի։ Ամեն։ Ամառ Աստծո խոսքն ասում է, մահն կյանքը լեզվի ձեռքին է, եւ նրան է սիրողը կուտե նրա պտուղը։ Նայես մենք ինչ ենք սիրում։ Օրհնությունն ենք սիրում, թե չարությունն ենք սիրում։ Շատ մարդիկ չարություն են սիրում։ Նայում ես անենց են վարկապերկում, իրանց անենց չարությունով են խոսում։ Իար ինչ ասես ասում են, հետո էլ ասում են փառք Աստծուն, ուր է այդ փառք Աստծուն, ուր է այդ բարությունը քո մեջ, ուր է քո մեջ այդ աստվածապաշտությունը, որ դու մարդուն չարությունը ես խոսում, չէ որ Տերն ասեց օրհնիր քո թշնամուն, այդ քո լեզուն պետք է օրհնի քո թշնամուն, քո լեզուն պետք է միշտ բարություն խոսի, Փառք Տիրոջը։ Եվ կարդամ Սաղմոս 141-րդ գլխի 3-րդ խոսքը։ Սա Դավիթ թագավորն ասում է. Տեր պահապանդիր իմ բերանին եւ իմ շրթունքների դուռը պահպանիր։ Ասում է պահապանդիր իմ բերանին։ Ասում է մինչև լողանալ չսովորես, բասեինը չենք լցնի։
չէ։ Հիմա բասեինը պիտի լցնենք, չէ՞ որ մարդը լողանալ սովորի։ Դրա համար պետք է սենց բաներ, երբեմն մենք պետք է իրար սիրենք, հարգենք, ընդունենք, լսենք, մեր լսելը նաև հարգանքի նշան է։ Եվ քաջալերենք աղբերները մեր եւ քույրերը, ինչի՞ չէ, զորանան, բարձրանան, ծառայեն եւ որպեսի շատ տեղերում նաև եկեղեցիներ սկսենք, բարձրացնենք Հիսուսի անունով։ Փառք Աստծո, Սակ ջան։ Ռուսերեն ասած ստարալցիա։ Փառք Աստծո։ Սենց բայց հարցեր կա։ Մենք գիտենք այդ ամեն ինչը որ պիտի անենք, բայց ո՞նց անենք։ Ես մեկ-մեկ սենց դու ասում ես, մենք պիտի լավ խոսենք, աշկի տակով նայում եմ, մարդկանց դեմքերը սենց գիտեմ, բայց ոնց խոսեմ։ Լավ պիտի մտածենք, գիտեմ լավ պիտի մտածեմ, բայց ուրա լավ բան, որ լավ մտածեմ։ Չէ, ուրա լավ մարդ, որ լավ մտածեմ։ Մենք բոլորս էլ կյանքը անցնում ենք, տեսնում ենք, լավ մարդիկ չենք տեսնում։ Քիչ կա, չկա համարյա թե։ Երբ որ ուզում ես հասկանաս մարդու էությունը, կարդա Ավետիք Իսահակյանի Աբուլ Ալա Մահարին, ու այնքան ճիշտ նկարագրում անդեղ ես ապշել եմ։ Ասում եմ, Տեր, ես մարդն էլ հասկացել, մարդի էությունը։ Լավ, ես հոգևոր եմ, հասկացել եմ, ես երկար տարիների կյանք շփում ունեմ, բայց մարդը ոնց է հասկացել։ Փաստորեն մարդիկ կա, որ իրանք էլ են հասկանում, տեսնում, զգում։ Դրա համար են վատը խոսում, վատը մտածում, որ լավ բան չի տես այդ մարդուց, ոնց լավը մտածի։ Հիմա դու ասում ես լավը մտածի, ինքը ասում է, ես ինչա խոսում ես աղբերը։ Մի քիչ գոնե տեսնես, որ մտածես։ Բայց դա Աստվածաշունչն է առաջարկում։ Աստվածա դա առաջարկում։ Նույն բանը ես ասում եմ, ասում, Տեր, ախր տեսնեմ, որ մտածեմ։ Ես մարդը հեչ այդ մարդը չի, ես մարդը կեղծավոր է, ես մարդը էս է, ես ոնց դրա մասին լավը մտածեմ։ Կամ որ լավը մտածեմ, ինքը լավը կդառնա։ Ֆիլիպեցիս 4-րդ գլխում է, չէ՞, կարդացիր, ինչ որ բարի է, ինչ որ սուրբ է, ինչ որ բարկեշտ է, էս մտածեք։ Այս խոսքը օրինակ ով է հասկանում։ Ով է հասկանում, թե սա ինչ է։ Կամ Սարգիսը խոսեց մտքի նորոգության մասին։ Մեր միտքը պիտի նորոգենք։ Բոլորս էլ նորոգել ենք, կարդացել ենք, գիտենք, անգիր գիտենք։ Սարգիսը բերանը չբացած, ես գիտեմ արդեն այդ խոսքը։ Բայց ինչ է նորոգել միտքը։ Նշանակում, ինչ է նշանակում նորոգել միտքը։ Նորոգել միտքը, որ դու գիտես Աստծո խոսքը, այդ քայլի վերաբերյալ եւ ինքդ անում ես այդ քայլը, ապրում ես այդպես։ Ոչ թե կարդում ես մի բան, բայց ապրում ես մի հատ լրիվ ուրիշ բան։ Դա նորոգված միտքը չի։ Նորոգված միտքը նա է, որ դու գիտես եւ ապրում ես։ Կիրառում ես դա քո կյանքում։ Ամեն, թե չէ, սենց լսելով լսում ենք, կարդալով կարդում ենք, բայց դա կյանքը լրիվ ուրիշ բան է, չէ՞։ Դու ապրում ես այս աշխարհում, լրիվ ուրիշ բան է այս կյանքը։ Ու դու կարդում ես Աստծո խոսքը ու դու նայում ես իրականության մեջ ինչ է։ Ու Աստված հենց այդ է ասում։ Բարի գործով հաղթի։ Հասկացար, իմացար, պարզամիտ մի եղի, որ քեզ խափեն, որ քեզ քշեն, մեր բառերով ասած, բայց դու էլ ճիշտ ձևը մտածի, արդար մտածի։ Շատերը այդ փող աշխատելու համար գիտեք, չէ՞ ինչ դժվար է։ Մարդկան ձեռից քո աշխատած փողը վերցնելը ինչքան դժվար է։ Դու ես աշխատել։ Բայց Աստված զորավոր է, որ կարող է քեզ օգնել։ Չես գնում խնդրես, դու ուղղակի քո աշխատածն ես ուզում։ Կամ պարտքով, երբ որ փող ես տալի, որ մեկը բերում հետ է տալի, ասում ես շնորհակալություն։ Ինքը պետք է ասի, դու ես ասում։ Զարմացած նայում է, ինչի համար, որ ինձ չխաբեցիր։ Ուղղակի ես վստահեցի քեզ ու դու ինձ չխաբեցիր։ Այսօր այդ օրերին ենք ապրում։ Եսի ասում եմ, մարդ արարածը սա է, ու բոլորդ էլ սենց բաներ հետ շփվել եք։ Ու այս դեպքերում դու պիտի ներեք, սիրեք, բարի մտածեք այդ մարդու մասին,
որ հեչ բարի մտածելու բան չկա, բայց հենց այդ է, ոնց մտածեմ, Տեր, ես այս մարդու մասին ես եմ տեսել։ Սրիկա, խափեբա, ստախոս, ասենք լավ, դրա մասին ես ոնց բարի խոսեմ, սուրբ, կատարյալ, ոնց ասենք։ Որովհետև մենք կարդում ենք մի բան, բայց այս աշխարհը լրիվ ուրիշ բան է, ինչի մեջ մենք ապրում ենք։ Հիմա ոնց համատեղենք։ Սակը խոսում էր մտքի մասին, սրտի մասին եւ լեզվի մասին։ Գիտես, մարդու սիրտը ձևավորվում է իր մտքից։ Ինչի մասին, որ դու շատ մտածում ես, դա արդեն գնում է քո սիրտը։ Դու դառնում ես այդ մարդը։ Եվ քո սրտի մեջ է դա, դու քո էությունն է դա։ Եվ ինչը որ քո էության մեջ կա, դու սկսում ես խոսել։ Այն որ Սարգիս ասեց ծուռ բերանը հեռացրու քեզանից, առակա 4 գլխի մեջ։ Ծուռ բերանը դա մի խոսի այնպիսի բաներ, ինչը չկա։ Քո երևակայությունով մի խոսի։ Եթե դա իրականություն չի, փաստ չի, չես տեսե, դու մի խոսի։ Դա է ծուռ բերանը։ Մարդկա ենթադրություններով է խոսում։ Ինքը մտածում է, տենց խոսում է, այդ մարդու վրա անուն է հանում։ Դա կոչվում է ծուռ բերան։ Ամեն։ Ու ինչը որ մտքիդ մեջ է, շատ մտածում ես սխալ բաների վրա, սիրտդ դառնում է տենց։ Իսկ սիրտդ, հիշում եք Հիսուսը ինչ ասեց։ Մարդ ասեց իր սրտից է պղծվում։ Պղծվել նշանակում է անիծվում։ Իր սրտից է պղծվում, որովհետև սրտի ավելցուկից խոսում է լեզուն։ Ինչ որ դու ես, քո էությունն է, որը մտքերից դու դարձար այդպես, քո էությունից դու արդեն խոսելու ես։ Եթե դու նախանձ ես, նախանձ բաներ ես խոսելու։ Չկամ ես չկամություն, ատող ես, ատելությունից ես խոսելու։ Եվ դա քո կյանքի վրա անդրադառնալու է։ Եվ քո կյանքը սկսում է դառնալ այդպես, ինչպես դու խոսում ես, որովհետև Տերը ասեց մարդ ոչ թե ուտելուց է պղծվում, որովհետև մարդիկ կեղտոտ ձեռներով հաց էին ուտում, այլ խոսելուց է պղծվում։ Պատկերացնում եք ինչքան լուրջ բան է խոսում Հիսուսը։ Դրա համար զգուշ եղի սխալ բաներ չխոսես։ Բայց ախր դու էդ ես տենում, ինչ խոսես, դու դրա հետ ես առնչվում։ Օրինակ բաներ կա, ես ես քանի օր առնչվել եմ դրա հետ։ Մտածում եմ, լավ, բա ես ինչ անեմ, Տեր։ Հիմա ես հարցեր կա, էլի, ասենք, հիմա ես սենց անեմ, կասի հիմար է։ Աշխատելու եմ, անելու եմ տամ իրան ու փողը չվերցնեմ։ Կասի հիմար է։ Բայց հենց ասի փողը պետք է վճարես, կլինի ու ամբողջ բան մարդկության մեջ կտարածի կասեսի լրիվ, չգիտեմ, ժլատա, քցի բա, փողը ուզեց, այ բալան, բա աշխատել ենք չուզենք, բա դու հավատացյալ ես, փողն ինչ ես անում, հավատացյալը փող ինչ անում, աշխարհիկ ժողովուրդը տենց է մտածում, մի տղա կար բերեցի, մեր տուն ես բաները, որ տեսնում եք հիմա Բաքում նստարաններ կա, բերեցի, իմ գործիքը տվեցի, վերցրեց, փողը պայմանավորվեցինք, սարքեց, ինչքան պիտի տամ աղբերս, ասեց այսքան, ասի տալիս եմ սարքի, դրեց, կտրեց, սարքեց, տաշեց, վերջում էլ ասեց այս գործիքը ես ինչ լավ գործիք է, դուրս եկել այսի պիտի տանեմ, ասի երևի իրա գործի տեղը պիտի տան էլի, փողի տեղը էտի տամ տանի, ասի ուզում ես քո աշխատավարձի տեղը դա տամ, չաղբեր ասեց աշխատավարձս 10 Պավել ջան, էդ էլ տանեմ, ասի այ քեզ բան, ասի լուրջ ես ասում, թե կատակ ես անում, չաղբեր լուրջ եմ ասում, ես հələ գիտեմ կատակ անում, իրա փողը վճարեցի, ինչքան որ խոսել ենք, իհարկե մի 2 օր 3 օր աշխատեց, հետո տեսնում եմ այնա կինո կա է Կովկասի գերուհին, որ ֆուրից իջնում են մի հատ էլ գարի մարմին վերցնում է, մեկ էլ փողը վճարեցի գնում է, ես էլ տվեց թևի տակ գնում է, ասի աղբերս դու ուրեմն լուրջ ես ասում, ասի ես նման եմ այտենց հիմարի, ասում չէ, ասի բա սենց բանով է անում,
ասի դեսի վերցնում ենք, դնում ենք տեղը, շնորհակալություն, ստեսություն, ասենք զարմացած ինձ անայմ տակից, կողից, սենց, ասենք դու հավատացյալ ես, էլի, դու պետք կան բան չհասկանայիր, լուրջ եմ ասում, Փառք Հիսուսին, սենց սիրով ճանապարհ դրեցի, բայց այս վերջերս այդ գործիքը դրվեց սրտիս, որ նվիրեմ իրան, նվիրել եմ իրան էլի, ասեսի քեզ թողնի, նվիրում եմ քեզ, սենց էլի զարմացած ինձ անայում, գլուխ չեն անում, գիտես, Աստված բաներ կա սրտի հետ խոսում է, այդ մարդու աշկը դրա վրա է տուր թոտանի, հտենց օրդյալ լինի Տերը մեզ օգնի, մեր սիրտը թո ճիշտ լինի, ես չեմ ասում հիմար ելնենք, որ մեզ խափեն, ծիծաղեն, ձեռ առնեն, ուղղակի ասենք հավատում եմ, ու Տերը մեզ բարձրացնում է, օրհնում է, գիտես բաներ կա, որ դու Տիրոջ խաթր ներում ես, Տերը քեզ օրհնում է, գիտեք ինձ ինչքան ա եղել դեպքեր, վերցրել են չեն տվել, խափել են հավատացյալները, ասնեմ Տեր, բա հիմա ինչ անեմ ես, ոչ ենա կռվես, ոչ ենա ասես, ոչ ենա, բա ոնց անեմ հիմա ես, Տեր ասլա գրի իմ հաշվին, զոհաբերի, ների այդ մարդու, ընդհանրապես խորհուրդ կտամ եկեղեցու մեջ էլ իրար պարկով փող մի տվեք, մի վերցրեք, կամ եթե տալիս ես, հիշի, ների, եթե դու կարող ես դա ներես տուր, որովհետև 90% հետ չեն տալու, 1000 պատճառ են պատմելու, տատիկն ա մեռել, չգիտեմ, պապիկը մեռավ, էս եղավ, են բերինք, են տարանք, էսի պտի տային, մի խոսքով հեքիաթներ, եթե պատրաստ ես ներելու տուր, եթե չես կարող ներես մի տուր, ասա կներես չեմ կարող տամ, ավելի լավ է, քանց թե 10 ընգնես հետևից խռովեք, կռվեք ու դառնա մի հատ պատմություն, Առակաց 4-րդ գլխի 18-ից ուզում եմ մի երկու համար սենց այս երկու համարը կարդամ եւ վերջացնենք մեր ծառայությունը։ Ուղղակի Սարգիսին լրացնեմ։ Բայց արդարների ճանապարհը ծակող լույսի պես է, որ գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում։ Ինչ է լինում նորից կարդամ, բայց արդարների ճանապարհը, արդարները նրանք են, որ Աստծո խոսքին հնազանդվում են եւ ապրում են։ Բայց արդարների ճանապարհը ծակող լույսի պես է, որ գնալով լուսավորվում է։ Ասենք մի անգամից չի լուսավորում, բայց քայլ առ քայլ դզվում է այդ մարդը, ուղղվում է, վերականգնվում է։ Սա կոչվում է արդարների օրը ծակող լույսի պես է, որ գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում։ Ամբարիշների ճանապարհը խավարի նման է։ Նրանք չգիտեն, թե ինչով են գայթակղվում։ Ամեն ամբարիշտը գիտեք ով է, հավատացյալ, որը չի ապրում Աստծո խոսքով։ Միգուցե խոսում է, բայց ինքը չի ապրում։ Այդ մարդը կոչվում է ամբարիշտ։ Ասում է ամբարիշտների ճանապարհը խավարի նման է։ Նրանք չգիտեն, թե ինչով են գայթակղվում։ Դու գիտես սատանան ինչեր կարա քեզ առաջարկի։ Ես գիտեմ մարդիկ, որ ապրում են ամբարշտության մեջ եւ իրենք հավատացյալ են եւ իրենք իրանց շատ լուրջ արդարացնում են եւ իրանց պղծությունը, իրանց խավարը լուսավոր են դարձնում ու տենց ապրում են։ Ու գիտեն Աստված էլ իրանց խելքին է։ Բայց Աստված խոսք ունի, Աստված հոգի է ճանաչում, սիրտ է ճանաչում, ու Աստված է տեսնում քո օրը կխավարի գնալով, թե կլուսավորվի։ Դրա համար, սիրելիներ ջան, ինչ որ կարդում եք կամ գիտեք, աշխատեք, ապրեք, ամբարիշտ չլնեք, ոչ թե իմանաք, ես նաև մարդիկ գիտեմ, որ անգիշ սովորեցնում են Աստծո խոսքը, բայց իրանք երբեք չեն ապրում այտենց։ Ասում դուք, որ վերցրել եք փրկության բանալին, ինքներդ չեք մտնում եւ մյուսներն էլ չեք թողում մտնեն։ Խոսքը ասում է, նրանք չգիտեն, թե ինչով են գայթակղվում։ Մարդկա գայթակղվում է իր շահով, իր օգուտով։ Գայթակղվել է եւ Աստծո խոսքի համար հակառակ ծռել է Աստծո խոսքը։
Գրված է, սուտ մի խոսի, մարդը սուտ է խոսում, որովհետև իրան օգուտ է, իրա շահին է։ Գրված է, մի գողացի, մարդը գողանում է։ Ու ես չգիտեմ, գողանալով իրան արդարացնում է։ Կարա մարդը արդարացնի իրան, պետք էր, ընդհանրապես գիտեք, այդ գողական աշխարհում, սենց ասեմ, ոնց է։ Ասում է, պետք է եղել, տարել եմ։ Մոտենում են, ասում են աղբերս, այս մարդու եղածը խես տար է։ Ասում է, պետքի վրով է եղել, պետք է եղել, հա աղբերս, ասում է, ուրեմն լավ է, նորմալ, տղուն պետք է եղել, տարել է։ Սա արդարացնում են գողականները, պետք է եղել է, բայց Աստված ասում է, դա գողություն է և անեծք, մի գողացի։ Բայց Տերը ուզում է, որ մեր միտքը նորոգվի Աստծո որդու օրենքներով։ Մենք չգիտենք ճիշտ ու սխալը, չէ՞, ծնված օրվանից մեր հայրը, հոպարը, պապը նստած լսում ենք, ինչ են խոսում։ Այդտեղի ձևավորվում է մեր միտքը, որ պապաս է, պապիս է, հոպարն է, ամենաճիշտ մարդիկ են։ Միտքա ձևավորվում, որ ճիշտ են խոսում։ Ուսես մեծանում ենք։ Բայց հանդիպում ենք Աստծո խոսքին, ամենաճիշտ Աստծո խոսքն է խոսում։ Դրա համար ասում, որդիս, 20 խոսքը շարունակեմ, որդիս ուշադիր եղի իմ խոսքերին և ականջը տուր իմ ասածներին, թող նրանք չգնան քո աշկերի առաջից, պահիր նրանք քո սրտի մեջ, որ նրանք կյանք են նրանց գտնողներին և նրանց բոլոր մարմնին բժշկություն։ Ամեն զգուշությունից առավել զգուշացի քո սրտին, որ նրանից է կյանքի ելքը։ Ամեն, խնդրում Աստված, որդիս, հոպարիտ լթող մի կողմ, պապայիտ էլ, պապիիտ էլ, ուշադիր եղի, ես ինչ եմ ասում, սա է կյանքը, սա է հավիտենականությունը, որովհետև եթե քո միտքը նորոգվի աշխարհիկ փողոցային մտածելակերպով, ասում է ամբարիշների օրը խավարի պես է, գնալով խամրելու է, բայց արդարների օրը, որ Աստծո խոսքով են ապրում, մտածում և ապրում, ծակող լույսի պես է, չեք հավատում ժողովուրդ, Փառք Հիսուսին, 20 տարի ես քննում եմ այս խոսքը, 25 տարի ես քննում եմ, ես նայում եմ, ես մտածում եմ, նայում եմ իրոք իրական հոգևորի կյանքը և նայում եմ կեղծավոր ձևական հոգևորի կյանքը։ Ես հիմա տեսնում եմ, նրա կյանքը խավարել է, իսկ իրական նվիրյալ հոգևորի կյանքը լուսավորվել է։ 25 տարին քիչ չի, 1/4 կյանք, եթե 100 տարի ապրես։ Ամեն, սա ճշմարտությունն է։ Մենք ծնվել ենք մի աշխարհում, որը խավարի աշխարհ է կոչվում։ Եվ այս աշխարհի մեջ Տերը մեզ լույս է տվել։ Եկեք ուղղակի լուսավորվենք, թեև ես գիտեմ, որ այս աշխարհը շատ բաներ է առաջարկում, շատերդ էլ շատ բան եք տեսնում, շատ ցանկություններ կա, լավ ապրելու ցանկություն կա, առողջ լինելու ցանկություն կա, հարուստ լինելու ցանկություն կա, ամեն, բոլորս էլ ուզում ենք հասնենք ինչ-որ բաների, որ ամեն ինչ լավ լինի, մեր երեխաներին լավ տեսնենք, ոչ մեկի վիզը ծուր չտեսնենք։ Կյանքի իմաստից մեկը էդ է, որ իրականում կարողանաս հասցնես քո ընտանիքին, ավելցու կլինի, քո երեխաների վիզը ծուր չթողնես, ընտանիքդ, կինդ լինեն օրհնված, բայց սա կապված է քո սրտի հետ, ամեն զգուշությունից առավել զգուշացի քո սրտին, որ նրա մեջ նենգություն չլինի, նախանձ չլինի, ատելություն չլինի, հպարտություն չլինի, ուղղակի Աստծո խոսքով ապրի, վայելի, փառք տուր Աստծուն, եթե մեկից բարձր ես, փառք տուր Աստծուն, ուրեմն աճել ես, եթե մեկից ցածր ես, փառք տուր Աստծուն, ասա Տեր ջան, բարձրացնես ինձ, կամ կարող է քո չափը այդքան է, դրա մեջ ուրախ եղի, կարող է մի քիչ բարձրացնի, քիթդ էլ բարձրանա, ունդեղից ընկնես ասֆալտին, էդ էլ կա, չէ, ուրեմն թող Տիրոջ չափը լինի ամեն մեկիս կյանքում, ուղղակի աշխատենք, ուրախ լինենք,
բավարարվենք, փառք տանք Աստծուն եղածով։ Ամեն, փառք Հիսուսին։ Ալելույա։ Եկեք փառաբանության խումբը, եկեք առաջ, եկեք աղոթ քանենք, սիրելիներ ջան։ Որովհետև ես հոգով եմ զգում, որ ժամանակները նենց է, որ անգամ մեր հոգևորները հիասթափվում են կյանքից, որովհետև հիասթափվել են Աստվածաշնչից, Աստծո խոսքից։ Կա տենց բան, թե ոչ, սիրելիներ։ Դե քո մեջ ասմեք քուր։ Երբ ա եղել տենց բան։ Չէ, լինում է։ Երբեմն իմ մոտ էլ է լինում։ Ես անեն չի, ես կատարելություն եմ։ Երբեմն ես էլ եմ հիասթափվում, հոգնում, նայելով ամբարիշների հաջողությունը, նայելով կախարդների հաջողությունը, նայում եմ պիղծերի շնացողների առատությունը, զարմանում ես։ Ու Աստվածաշնչում 73 Սաղմոսն է, ասում է զուր տեղն եմ Տեր, ես այսքան քեզ պաշտե եւ աղոթ քարե։ Այս մարդիկ ոչ աղոթ գիտեն, ոչ պաշտանմունք։ Ամեն։ Մենք Աստծուն չենք պաշտում, որ Աստված մեզ դարձնի մեծահարուստ, թեև Աստված մեզ կարող է դարձնի։ Ամեն։ Մենք Աստծուն պաշտում ենք, որովհետև մենք ճշմարտությունը գիտենք եւ սիրում ենք Աստծուն։ Եվ եթե հիասթափվել ես կյանքից, ուրեմն դու հիասթափվել ես առաջի հերթին Աստծուց։ Աստծո խոսքը երբ ես կարդացել, երբ ես Աստծո խոսքին մասին մտածել, այնց դրա պատճառով դու հիասթափվել ես, որովհետև դու շատ նայել ես այս աշխարհին, աշխարհիկ ցանկություններին, այդ դրա համար հիասթափություն ա եկել։ Գործերին, մարդկա գործերը չի աժողվում։ Մի հիասթափվի, աղոթի, լավ կլինի, հույս ունեցի, խոսի, մարգարեացի։ Ամեն։ Այսօր գործը լավ է, ուրախ ես։ Վաղը գործը լավ չի, շատ տխուր է։ Աշխատի ուրախ լինես, երբ որ գործն էլ լավ չի, երբ որ լավ է։ Ու կտեսնես Աստծո փառքը, Աստծով ուրախացի։ Գործով մի ուրախացի։ Թեև գործը լավ բան է, փող գալը, որ փողն էլ գալիս է, այդ էլ է լավ բան։ Թող գա Հիսուսի անունով։ Բայց ուրախությունը թող լինի Տերը։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Անենց որ եթե հիասթափված մարդիկ կան ձեր մեջ, իսկ ես գիտեմ կան, հոգով գիտեմ։ Ուղղակի հիշեք վերջի անգամ երբ եք նստել Աստծո խոսքի առաջ, կարդացել եւ աղոթել եւ մտածել, ապրել այդպես։ Կտրվել ես, Աստծո խոսքից ես հիասթափվել, դրա համար կյանքդ լրիվ հիասթափության է վերածվել։ Սկսի մոտենալ Աստծուն, նորից ու նորից։ Քանի ապրում ես, մոտեցի Աստծուն։ Պահի տակ զգացել եք սատանան հեռացնում է։ Փողա պետք, էս պիտի առնես, այն պիտի առնես, սրան հասնես, նրան հասնես։ Չի ստացվում, հիասթափվում ես, այ մարդ, Տիրոջը հասի։ Մնացածը Տերը կտա, չի տա, օրհնյալ լինի իր անունը։ Կարևորը դու կյանք ունես հավիտենական։ Դուք տեսնում եք ինչ է կատարվում աշխարհում։ Դուք գիտեք մեզանից շատ հեռու են, հենց մեր սահմանների վրա են պտտվում այդ դրոնները, այդ ռակետները, մեզ կպած են։ Մենք ստեղ առոք փառոք ապրում ենք, այնտեղ դուք տեսեք գիշերը Իսրայելում ու Իրանում ինչ է կատարվել։ Մարդիկ մտածում են ջուրը լինի խմեն, հացը լինի ուտեն, մենք ուրիշ բաների մասն ենք մտածում։ Դրա համար փառավորեք Աստծուն, վերջի օրերը հասել են։ Ուղղակի տաք ենք, հələ չենք հասկանում։ Հələ տաք ենք, մենք չենք հասկանում։ Այս պատերազմները, բաները պատահական չեն, սա Աստվածաշունչն է կատարվում։ Օրհնյալ լինի մեր Տերը։ Փառավոր Հայր, գալիս ենք քո առաջնորից Հիսուս Քրիստոսի անունով։ Խնդրում ենք ողորմա քո ժողովուրդը, քո եկեղեցին։ Ողորմա ամեն մեկից Տեր այսօր նորից, որպես մեր քահանայապետ։ Խնդրում եմ քո սուրբ արյունով սրբիր մեզ ամեն մեղքերից ու անօրենություններից, ամեն չարիքից։